Երևի թե սկսենք ամենակարևոր իրադարձությունից, որ տեղի ունեցավ վերջին մեկ ամսվա ընթացքում բոլորը դրան կարծես սպասում էին, երեք Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ նիստը եւ դրանից հետո հնչած հայտարարությունները Հայաստանի մասով, ինչպես կգնահատեք այս ամբողջական իրավիճակը, ուր է այն մեզ տանում։ Բնականաբար այն որ երեք ֆիքսվեց ԵԱՏՄ գաղութաժողովին, որքան էլ մտահոգիչ չէ, անակնկալ չէ, դա սպասելի է եւ մենք դրա մասին խոսել ենք, վերհիշենք, որ ընդամենը 1.5 ամիս առաջ ապրիլի 1-ին Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդները հանդիպեցին եւ զրույցը բավական ընդարձակ էր եւ հասանելի էր հանրությանը եւ դրանից հետո տեղի ունեցավ նաեւ ապրիլի վերջին Ռուսաստանի նախագահի բավական ավելի կոշտ հայտարարությունը եւ սա ես գնահատել էի որպես Ռուսաստանի կողմից թույլատրելի շրջանակի սահմանումը եւ մյուս կողմից զսպման քաղաքականություն իրականացնելու վճռականությունը եւ ինքը ի ցույց դրեց այն գործիքները, որոնցով կարող է ինքը առաջնորդվել եւ ամբողջ հարցը հետեւյալում էր թե Հայաստանի ներկայիս իշխանությունները որքան ճիշտ ընկալեցին ուղերձները եւ որքան լուրջ ընդունեցին Ռուսաստանի վճռականությունը այդ գործիքները կյանքի կոչելու դատելով այս անցած ժամանակահատվածում Հայաստանի պաշտոնական Երևանի վարկագիծը կարծես թե նրանք այդքան էլ լուրջ չէին ընդունում, եթե հիշում եք ընդամենը օրեր առաջ գործող վարչապետը հայտարարեց, որ անհնար է որ օրինակ գազի գինը վերանայվի, անհնար է որ միշտ այդպիսի խնդիրներ եղել են, բայց մենք հաղթարել ենք, բայց այս անգամ կարծես թե իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան տեղի ունեցել եւ շատ ցավալի է, որ մենք հայտնվել ենք այս իրավիճակում Գիտեք, Ռուսաստանը մեզ համար, Ռուսաստանը եւ ԵԱՏՄ-ն մեզ համար հիմնական գործընկերն է եւ երեք հնչեցին բոլոր տնտեսական ցուցանիշները եւ տվյալները եւ ամենակարևորը չի կարելի քաղաքականությունը տարանջատել տնտեսությունից։ Դու չես կարող կորցնես վստահությունը քո ռազմավարական գործընկերոջ հետ, դու չես կարող այնպիսի հերետորաբանություն կիրառել, որը վնասում է այդ գործընկերությանը եւ կարծես եւ մտածես, որ դա չի անդրադառնալու տնտեսության վրա։ Սա շատ լուրջ մտահոգիչ ազդանշան է եւ երեք որոշ չափով մեզ ներկայացվեց վերջնագիր եւ պաշտոնական Երևանին եւ Հայաստանի բնակչությանը, որտեղ ես ուշադրություն եմ դարձել խոսքում նաեւ խաղում էր կատարվում հայ ժողովրդին եւ Հայաստանի հասարակությանը։ Եվ սա որոշ չափով նաեւ վերջնագիր է բոլոր այն մարդկանց, որոնց ասում էին, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, իրավիճակը ցույց տվեց, որ արկածախնդիր չհաշվարկված, շատ անգամ հուզմունքի վրա կառուցված արտաքին քաղաքականությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենա կամ վտանգավոր ցավալի հետևանքներ ունենա նույնիսկ այն մարդկանց վրա, որոնք չեն ուզում զբաղվել քաղաքականությամբ։ Դե տենց խոսք կա, չէ՞, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, այն զբաղվում է քեզնով։ Փաստացի եկեք, պարոն Այվազյան, թվերով կամ սենց ավելի պատկերավոր, հա, եթե մենք կոպիտ ասած Հայաստանի տակից ԵԱՏՄ-ն տանում ենք, ինչ է մեզ մնում։ Փլվում է մեր տնտեսությունը, որովհետև այս պայծրությամբ գոնե տեսանելի չէ, թե կոնկրետ ինչ այլ ընտրանք են առաջարկում մեզ դրա դիմաց։ Ամբողջ հարցը այն, որ մենք չհաշվարկված քայլեր ենք անում եւ սա շատ վտանգավոր է, որովհետեւ դու չունես այլ ընտրանքային որևէ շուկա, բացի գեղեցիկ նախադասություններից, ելույթներից, այցերից, որոնք ես ոչ մի բան չեն տալիս։ Մի հատ օրինակ դες բերեմ, սա ուղղակի կապ չունի, բայց որպեսզի պատկերացնեք։ Հարևան Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ 65 թվականից Թուրքիան մտադիր էր բռնազավթել Կիպրոսի թերակղզու հյուսային մասը։ Այն ժամանակ շատ կոշտ պատասխան ստացավ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ անդամներից, եւ դրա հետևանքն այն էր, որ
Թուրքիան հետ քայլ արեց, որտեղ Թուրքիան ամբողջովին կախված էր իր սպառազինությունների ձեռքբերման հարցում իր արևմտյան գործընկերներից։ 2003 թվականին, երբ Էրդողանը եկավ իշխանության, Թուրքիան իր սպառազինությունների 80%-ի պահանջը ինքը բավարարում էր արտաքին գործընկերներից։ Եվ նայեք ինչ մտածված քաղաքականություն վարեց այս ամբողջ ընթացքում, իրենք ձևավորեցին, ստեղծեցին հիմքեր իրենց ռազմաարդյունաբերության համար եւ այսօր իրավիճակը մոտավորապես իրանք մոտենում են 80-ից ավելի տոկոսը այսօր ապահովում են ներքին շուկայով։ Եթե հիշում եք մի քանի տարի առաջ բավական մեծ ճգնաժամ տեղ ունեցավ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, երբ Թուրքիան ձեռք բերեց ռուսական S-400 համակարգը հակահարթիռային եւ ճգնաժամ բավական մեծ ճնշում գործադրվեց Թուրքիայի վրա, բայց այս անգամ ի տարբերություն մի քանի տասնամյակ առաջվա դեպքերի Թուրքիան հետ չկանգնեց, որտեղ ինքը ապահովել էր իր, ասենք, թիկունքը։ Մեր պարագայում մենք ուղղակի առաջնորդվում ենք ինչ-որ հուզումնական հայտարարություններով, բայց իրական կյանքը այդպես չի կառուցվում։ Մեր վերջին հարցազրույցի ժամանակ մենք խոսում ենք այն մասին, որ այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրան, որ մենք աշխարհ քաղաքական բնույթ ունեն եւ կարծես թե վերջին զարգացումները հենց դրա մասին են խոսում եւ երբական անգամ ապացուցում են։ Այդ ինչ է մենք բաց թողել, որ նման իրավիճակ ունի, որ սա աշխարհ քաղաքական ոչ թե քաղաքական ընտրություններ են։ Եթե մենք հիտակ հասկանում ենք պաշտոնական Երևանը, ապա ուղղակի չուզենք, բայց անդրադառնում են բոլորիս վրա։ Իրենց վարած արտաքին քաղաքականություն, որի հիմքում դրված էր այն գաղափարը, որ մենք մեր անվտանգությունն եւ ինքնիշխանությունը կապավենք, եթե տարբեր ուժային կենտրոններից կախված լինենք, եւ ի վերջո մենք հասանք այն իրավիճակի, երբ Հայաստանը սպասարկում է ուրիշների շահերը եւ մոռանում է իր ազգային շահերը։ Եվ բնականաբար սա վերածում է Հայաստանը ուղղակի աշխարհակաղակական հակազիր շահերի բախման կենտրոնի եւ մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր ուժային կենտրոն օգտվում է առիթից եւ թելադրում է Հայաստանին իր պայմանները եւ հիմա արդեն հասել ենք այն իրավիճակի, որ կարծես թե փակուղային իրավիճակում ենք հայտնվել։ Ամենացավալին այն է, որ նորմալ բոլոր երկրներում ընտրությունը դա քաղաքական ցիկլի ինչ որ խորհրդանիշ է։ Մեր պարագայում այս իշխանությունների անհեռատես արտաքին քաղաքականության արդյունքում ընտրությունները վերածվում են աշխարհակաղակական մրցակցությանը եւ մեր ժողովրդին արհեստականորեն դրդում են ընտրել ինչ-որ ճամբարներ։ Մենք չենք ընտրում ոչ արևմուտքը, ոչ Ռուսաստանը, ոչ հարավը, ոչ հյուսիսը։ Մենք ընտրում ենք մեր ապագան եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի դա պետք է հասկանա։ Վերջի տարիների արտաքին քաղաքական օրակարգի ամենաշատ հնչող բառերից մեկը դիվերսիֆիկացիա է, արտաքին կապերի դիվերսիֆիկացում եւ բազմավեկտորություն։ Այո, ի վերջո նաեւ որպես արտաքին գործերի նախարար այս հարցի տարի այդ դիվերսիֆիկացիոնը մենք ունենք, ինչ տվեց այն մեզ։ Դիվերսիֆիկացումը լավ վատ բառ չէ եւ միակողմանի կախվածություն էլ է շատ վատ բան, բայց դիվերսիֆիկացման տակ պետք է լինի գաղափարական եւ մասնագիտական գնահատական։ Բարգավաճ Հայաստանի ծրագիրը, Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագիրը ենթադրում է հետեւյալ մոտեցումը, որ մենք նախ եւ առաջ հետապնդել ենք մեր ազգային շահը եւ այդ ուղղությամբ մենք կառուցելու ենք համակարգ գործընկերությունների, որտեղ մենք ենք որոշելու, որ գործընկերոջ հետ ինչ ուղղությամբ, ինչ ոլորտում ենք իրականացնելու համագործակցությունը։ Այս դիվերսիֆիկացումը չի ենթադրում կախվածության ավելացում, հակառակը յուրաքանչյուր գործընկերություն պետք է նպաստի Հայաստանի սուբյեկտության ամրապնդմանը եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությանը։ Այսօրվա իրավիճակը կարծես թե բազմաթիվ երկրներից մենք կնքել ենք այսպես կոչված ռազմավարական համագործակցության փաստաթղթեր, բայց մենք հաշվի չենք առնում, որ այդ երկրները շատ անգամ ունեն հակադիր շահեր այստեղ եւ դրանով մենք հրավիրում ենք այդ հակադիր շահերի
բախմանը հենց մեր երկրում, մեր փոքր տարածքում, սա շատ վտանգավոր տենդենսիա է։ Գործող իշխանության զինանոցի սիրած բառերից մեկը նաև ինքնիշխանությունն է, հենց հիմա փաստացի մենք իրավիճակի Ալիևը մեզանից պահանջում է սահմանադրության փոփոխություն, Պուտինը փաստացի 3 պահանջեց հանրաքվեի անցկացում եւ մեթեվիատը, Թրամփը մեր հանածոներն է պահանջում, այսինքն մենք Ուկրաինայի սցենարով ի վերջո ինչ ինքնիշխանության մասին է այստեղ խոսքը։ Եկեք պարզ խոսենք, եւ մոռանանք դիվանագիտության մասին։ 18 թվականից հետո ինքնիշխանություն բառը չափազանց հաճախ է օգտագործվում։ Կարծես թե մինչև 18 թվականը մենք ինքնիշխան չենք եղել, բայց տողատակում հասկացում էր, որ մենք պետք է վերջ դնենք Ռուսաստանից կախվածությունը։ Ինքնիշխանությունը պաշտոնական Երևանի գաղափարների մեջ դա Ռուսաստանից հեռացումն էր։ Ուրիշ պարագաներում կարծես թե մոռանում են, որ մենք ինքնիշխան երկիր ենք, լինի երկու հարևանների կողմից հնչող հայտարարություն եւ քայլերի կամ մնացած այլ դերակատարների պարագայում։ Այնպես որ ինքնիշխանությունը դու պետք է ապահովես նախ եւ առաջ քո երկրում, քո սուվերեն որոշումներ կայացնելու միջոցով եւ հետապնդելով ազգային շահը։ Երբ որ այսօր մեզ համար կենսական հարցերում պաշտոնական Երևանը որոշումները ընդունում է ուժի կամ սպառնալիքի արդյունքում, սա բացարձակ ինքնիշխանության մասին չի խոսքը։ Եվ մենք ունեցել ենք անցյալում դեպքեր եւ վախենում եմ, որ վաղը մյուս օրը նույն վիճակում նորից հայտնվենք։ Դուք հիշատակեցիք 2018 թվականը, ես էլ հիշեցի Նորդենի Երևանում, որ հայտարարեց Հայաստանը պետք է հրաժարվի պատմական կապերից, ճիշտ է։ Խաղապարներից։ Այո, եւ փաստացի մենք հիմա դիտարկում ենք, որ վերջին տարիներին այս իշխանությունը հենց այդ ուղղությամբ է գնում է։ Ո՞րն է դեպքում սխալը, գուցե Ռուսաստանը, որ միշտ այդպես հանգիստ է եղել, հա, որ Հայաստանը կշարունակի մնալ ռազմավարական գործընկերության շրջանակում, գուցե մեր ընդդիմությունն է սխալ, որ այդքան լուրջ չընդունեց այս բոլոր նշանները, բայց փաստացի մենք եկանք այսօր դրությամբ աշխարհակաղակական բնույթ ունեցող ընտրությունների նախաշեմին։ Գիտեք, ուրիշների վրա մեղքը բարթելը գուցե ունի ինչ-որ արդարացման հիմքեր, բայց դրանց մեր իրավիճակը երբեք չի բարելավելու։ Մենք պետք է սխալ գտնենք մեր մեջ եւ դասեր քաղենք մեր թույլ տված սխալներից։ Աշխարհը հիմա շատ վտանգավոր է դարձել, սա անկախատեսելի աշխարհ է եւ դիվանագիտության միջազգային հարաբերությունների շատ լավ սահմանում կա, դա արվեստը ինչպես վերապրել։ Հիմա յուրաքանչյուրը մտածում է ինչպես վերապրել։ Այսօր դաշնակիցները, մեծ տերությունները գործում են մենակ իրենց սեփական շահերից ելնելով, հաշվարկներով։ Դա միացյալ պարագայում ակնհայտ է, դա երևում է եւ Ռուսաստանի պարագայում, մնացած բոլոր դերակատարների։ Այնպես որ մենք պետք է նախ եւ առաջ հստակ իմանանք որն է մեր շահը, որոնք են մեր կարմիր գծերը, եւ ըստ դրա կառուցենք մեր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ։ Այսինքն մենք դեռ հույս ունենք։ Գիտեք, ասում են շատ անգամ, որ Հայաստանը հայտնվել է փակուղային իրավիճակում, սա ճակատագիր չէ, միշտ էլ փակուղուց ելք կա, եւ փակուղին դա սխալ չհաշվարկված որոշումների արդյունք է։ Ելք կա։ Մենք անդառնալիության կետը դեռ չենք հատել, բայց նախ եւ առաջ մեր համար ուղեցույցը պետք է լինի մեր ազգային շահը։